Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցել Արարատ Միրզոյանի առանձնազրույցը երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ-ի պաշտոնակցի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում Միրզոյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ գործակցությունը երկու ժողովուրդների ու երկու պետությունների շահերին համապատասխան, ապա ստորագրվել է փաստաթուղթ երկու գերատեսչությունների առաջիկա 2 տարվա խորհրդակցությունների ծրագիրը։ Այնուհետև կողմերը հանդես են եկել համատեղասուլիսով, Միրզոյանը մասնավորապես շեշտել է. Հայաստան-ՌԴ հարաբերություններում էական դեր ունեն տնտեսական հարաբերությունները, ունենք հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա։ Այս համատեքստում քննարկվել է խաղաղության խաչմերուկը նույնպես։ Միրզոյանը կարևորել է նաև, որ ՌԴ միգրացիոն ոլորտում նկատելի փոփոխությունները բացասական չանդրադառնան մեր քաղաքացիների գործունեության վրա։ Լավրովն էլ Հարավային Կովկասին ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմաներին անդրադառնալիս համոզմունք է հայտնել, այստեղ ծագող հարցերը նախ պետք է լուծեն առաջին հերթին այստեղ գտնվող երկրներն ու մերձավոր հարևանները, ՌԴ դիրքորոշումն է, բաց համագործակցել բոլոր նրանց հետ, որոնք պատրաստ են դա անել ազնվորեն։ Նա պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս աջակցել Երևանին եւ Բաքվին հասնելու լիարժեք խաղաղության եւ համաձայնության, կնքելով խաղաղության պայմանագիր։ Անդրադառնալով 3 գումարեց 3 ձևաչափով հաջորդ հանդիպմանը նշեց. կողմ են, որ հաջորդ երկուսը տեղի ունենան Երևանում եւ Բաքվում հաջորդաբար։